Ընտրություններին մասնակցելու ուղեցույց դյուրընթերնելի ձևաչափով։ Ավանդական ձևով։ Ուղեցույցն առաջին անգամ ստեղծվել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ԿԸՀ-ում սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց խնդիրներով աշխատող խմբի և Վրաստանի հանրային պաշտպանին առընթեր սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց հարցերով աշխատող խորհրդատվական խորհրդի որոշ անդամների ներգրավմամբ։ Ընթացիկ տարում ուղեցույցը թարմացվել է ԿԸՀ-ի կողմից։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք մունիցիպալիտետի մարմինների ընտրությունների առանձնահատկությունների նախատեսմամբ։ Ուղեցույցը մշակվել է դյուրընթերնելի ձևաչափով եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ Ուղեցույցի նպատակն է ապահովել ընտրությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն աջակցության կարիք ունեցողներին և նպաստել ընտրություններին անկախ մասնակցությանը։ Բացի այդ, ուղեցույցը կարող է օգտագործվել յուրաքանչյուրի կողմից, ով ցանկանում է տեղեկություններ ստանալ դյուրընթերնելի ձևաչափով։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցե, Վրաստան, Թբիլիսի, Լևան Փիրցխելիանիի փողոց, համար 7, հեռախոս 032 251 0051, կայք www.cesco.g։ Ինչ են ընտրությունները։ Ընտրությունների ժամանակ դու ձայնդ տալիս ես այն կուսակցությանը կամ այն մարդուն, որը ցանկանում ես, որ կառավարի երկիրը։ Քվեարկելը քո իրավունքն է։ Ընտրություններում հաղթած կուսակցությունը կամ անձը կառավարում է այն երկիրը, քաղաքը կամ գյուղը, որտեղ դու ապրում ես։ Կուսակցությունը միանման գաղափարներով մարդկանց խումբ է։ Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր անունը և համարը։ Ինչպիսի ընտրություններ գոյություն ունեն։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրում են խորհրդարանի անդամներ։ Խորհրդարանի անդամները կոչվում են խորհրդարանականներ։ Խորհրդարանը մի վայր է, որտեղ օրենքներ են ընդունում, մտածում ու խոսում են, թե ինչպես զարգանա երկիրը։ Մունիցիպալիտետի մարմինների ընտրությունների ժամանակ դու ընտրում ես քաղաքապետ կամ Սակրեբուլոյի անդամ։ Ընտրված քաղաքապետն ու Սակրեբուլոյի անդամն այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քո քաղաքի և գյուղի մասին։ Հանրաքվեն և պլեբիսցիտը Վրաստանի քաղաքացիների հարցումն է կարևոր հարցերի շուրջ։ Հանրաքվեի և պլեբիսցիտի ժամանակ հարցնում են քո կարծիքը երկրում գոյություն ունեցող որևէ խնդրի կամ կարևոր հարցի վերաբերյալ։ Ով կարող է մասնակցել ընտրություններին։ Դու կարող ես մասնակցել ընտրություններին, եթե 18 կամ 18-ից ավելի տարեկան ես։ Ունես Վրաստանի քաղաքացու անձնագիր կամ անձը հաստատող վկայական։ Ինչպես իմանալ, թե երբ է ընտրությունների օրը։ Հարցրու ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ կամ մերձավորներիդ։ Կարող ես հարցնել մեզ։ Զանգահարիր մեր հեռախոսահամարին՝ բջջայինով 032 251 0051, հեռախոսով 251 0051։ Ուր պետք է գնաս քվեարկելու։ Քվեարկելու համար դու պետք է գնաս ընտրական տեղամաս։ Ընտրական տեղամասը այն սենյակն է, ուր դու պետք է մտնես քվեարկելու համար։ Ընտրատեղամասը կարող է լինել դպրոցում, մանկապարտեզում կամ այլ շենքում։ Մինչև ընտրությունների օրը քո տուն կբերեն քո ընտրողի քարտը։ Ընտրողի քարտը թերթիկ է, որտեղ գրված է քո ընտրատեղամասի համարը, հասցեն և ընտրությունների օրը։ Եթե դու չես ստացել ընտրողի քարտը կամ կորցրել ես այն, քո ընտրատեղամասը կարող ես գտնել այստեղ՝ voters.cec.gov.g։ Օգնության համար զանգահարիր մեր հեռախոսահամարին՝ բջջայինով 032 251 0051, հեռախոսով 251 0051։ Ինչպես որոշես, թե ում օգտին քվեարկես։ Հեռուստատեսության և ընտանիքիդ անդամների օգնությամբ իմացիր ընտրություններին մասնակցող մարդկանց ու կուսակցությունների մասին։ Ինքդ ընտրիր մեկ անձ կամ մեկ կուսակցություն, որը ըստ քեզ քո կյանքը կդարձնի ավելի լավը։ Ընտրություններին պետք է գունավորես քեզ համար ցանկալի մեկ անձից կամ մեկ կուսակցությունից առաջ եղած շրջանը։ Ընտրությունների օրը։ Քվեարկությունը սկսվում է առավոտյան ժամը 8-ին։ Քվեարկությունն ավարտվում է երեկոյան ժամը 8-ին։ Քվեարկելու համար պետք է գնաս ընտրական տեղամաս։ Քվեարկելու համար անհրաժեշտ է մոտդ ունենաս քո անձը հաստատող վկայականը կամ անձնագիրը։ Առանց անձը հաստատող վկայականի կամ անձնագրի ընտրություններին չես կարողանա մասնակցել։
Ով կարող է լինել ընտրական տեղամասի սենյակում։ Ընտրական տեղամասի սենյակում կան նաև այլ մարդիկ, օրինակ ընտրողներ և հանձնաժողովի անդամներ։ Հանձնաժողովի անդամները մարդիկ են, որոնք աշխատում են ընտրական տեղամասում։ Հանձնաժողովի անդամները կրում են կանաչ համազգեստ։ Ընտրողն այն մարդն է, ով կարող է քվեարկել։ Ինչպես քվեարկես։ Գնա ընտրատեղամասի մուտքի դռան մոտ, որտեղ կանգնած է կանաչ համազգեստով հանձնաժողովի անդամը։ Եթե ընտրատեղամասի մուտքի դռան մոտ լինեն նաև այլ ընտրողներ, սպասիր քո հերթին։ Հանձնաժողովի անդամը կստուգի քո նշմարումը։ Հանձնաժողովի անդամը նշմարումը ստուգելու համար լապտերով լույս կգցի քո աջ ձեռքի բթամատի եղունգին։ Հանձնաժողովի անդամը կստուգի քո անձը հաստատող վկայականը կամ անձնագիրը։ Անձը հաստատող վկայականը և անձնագիրը պարունակում են տեղեկություններ քո մասին։ Աշխատիր անձը հաստատող վկայականը կամ անձնագիրը ցույց տալ միայն գրանցում իրականացնողին և հանձնաժողովի անդամին։ Գնա գրանցում իրականացնողի մոտ։ Նրան փոխանցիր անձը հաստատող վկայականդ կամ անձնագիրդ։ Գրանցում իրականացնողը ընտրողների միասնական ցուցակում կգտնի քո ազգանունը և կստորագրի կողքի տողի վրա։ Ընտրողների միասնական ցուցակը թերթ է, որտեղ գրված են այն մարդկանց տվյալները, ովքեր կարող են քվեարկել։ Գրանցում իրականացնողի մոտ անցիր նշմարում։ Նշմարման ժամանակ գրանցում իրականացնողը քո աջ ձեռքի բթամատի եղունգի վրա կլցնի անգույն հեղուկ։ Նշմարման հեղուկն անվնաս է։ Ընտրողների միասնական ցուցակում քո անվան և ազգանվան կողքին գրանցում իրականացնողի կողմից նշված տեղում պետք է ստորագրես։ Գրանցում իրականացնողը քեզ կտա 3 հատ քվեաթերթիկ։ Քվեաթերթիկը թերթ է, որի վրա գրված են ընտրություններին մասնակցող անձանց և կուսակցությունների անուններն ու համարները։ Առաջին քվեաթերթիկում գրված է Սակրեբուլոյում ընտրվելիք կուսակցությունները, երկրորդում քաղաքապետ ընտրվելիք մարդիկ, երրորդում Սակրեբուլոյի անդամ ընտրվելիք մարդիկ։ Գնա քվեարկության խցիկի մոտ։ Ինչ պետք է անես քվեախցիկում։ Մտիր քվեախցիկ։ Քվեախցիկում սեղանի վրա դիր քվեաթերթիկները։ Քվեաթերթիկում գտիր այն անձի կամ կուսակցության անունը, որը ցանկանում ես, որ հաղթի ընտրություններում։ Շրջագծիր համարը, որը գրված է քո ցանկալի մարդու կամ կուսակցության անունից առաջ։ Մեկ քվեաթերթիկի վրա շրջագծիր միայն մեկ համար։ Եթե քվեաթերթիկում համարը շրջագծելու համար քեզ օգնություն է անհրաժեշտ, խնդրիր մեկ այլ ընտրողի կամ եթե ունես դատարանի կողմից նշանակված աջակցող անձ, խնդրիր աջակցող անձին։ Ծալիր քվեաթերթիկներն այնպես, որպեսզի ուրիշ ոչ ոք չտեսնի շրջագծված համարը։ Դուրս եկ քվեախցիկից։ Հիշիր, ոչ ոք իրավունք չունի քեզ ասելու, թե որ համարը շրջագծես։ Իմացիր, որ քվեախցիկում ոչ ոք չի տեսնում, թե որ համարն ես դու շրջագծել։ Դու ինքդ ես որոշում ասես ուրիշներին, թե ոչ, թե ում ես ընտրել։ Դու իրավունք ունես գաղտնի պահելու այս տեղեկությունը։ Քվեարկության խցիկում թույլ չի տրվում լուսանկարահանել և տեսանկարահանել։ Ուր պետք է գցես լրացված քվեաթերթիկը։ Քվեախցիկից դուրս գալուց հետո գնա քվեատուփի մոտ։ Քվեատուփի մոտ դրված են ծրարներ։ Դու պետք է վերցնես 1 ծրար։ Բաց ծրարը։ Ծալված քվեաթերթիկները զետեղիր ծրարի մեջ։ Ծրարը գցիր քվեատուփի մեջ։ Եթե քեզ անհրաժեշտ լինի օգնություն, խնդրիր քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի անդամին կամ եթե ունես դատարանի կողմից նշանակված աջակից, խնդրիր աջակցող անձին։ Շնորհավորում եմ։ Դու ավարտեցիր քվեարկելը։ Քվեարկելն ավարտելուց հետո պետք է դուրս գնաս ընտրական տեղամասի սենյակից։ Շնորհակալություն ընտրություններին մասնակցելու համար։ Բառեր, որոնք դու պետք է իմանաս։ Վրաստանի քաղաքացի։ Անձ, ով ստացել է Վրաստանի անձը հաստատող վկայական կամ անձնագիր։ Աջակցություն ստացող անձ։ Անձ, ում իր իրավունքները ինքնուրույն իրականացնելու համար նշանակվել է աջակցություն իրականացնող անձ։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ԿԸՀ։ Վարչական մարմին, որը կազմակերպում է ընտրությունների, հանրաքվեի և պլեբիսցիտի անցկացումը։ Կուսակցություն՝ նմանատիպ մտքեր և համոզմունքներ ունեցող մարդկանց խումբ։ Քաղաքապետ՝ անձ, որը հոգ է տանում քո քաղաքի և գյուղի մասին։ Սակրեբուլո՝ մարդկանց խումբ, որը հոգ է տանում քո քաղաքի և գյուղի մասին։ Ընտրող՝ մարդ, ով կարող է քվեարկել։ Ընտրությունների օրը՝
օր, երբ մարդիկ քվեարկում են իրենց նախընտրած անձի կամ քաղաքական կուսակցության օգտին։ Քվեարկել ցանկալի անձ կամ քաղաքական կուսակցություն ընտրելը։ Ընտրական տեղամաս վայր, ուր ընտրությունների օրը մարդիկ գնում են քվեարկելու։ Քվեատուփ տուփ, որտեղ գցում են լրացված քվեաթերթիկները։ Հարցեր ունես, գրիր մեզ կամ զանգահարիր։ Կայք 3w.cesco.g Facebook-յան էջ 3w.facebook.com/ Central Election Commission of Georgia Բջջային 032 251 0051 Հեռախոս 032 251 0051 Հասցե Լևան Փիրսկելյանի փողոց, համար 7, Թբիլիսի, Վրաստան 0159